Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում, այսօրվա ծրագրում դիտեք։ Առաջին նախագահը իր լիակատար աջակցությունն է հայտնել Գարեգին երկրորդին, անձամբ այցելելով նրան մայրաթոռում։ Սյունեցի տղաները մոլորվել են գյուղի մոտակայքում, հարազատների խոսքով ադրբեջանական կողմ չեն անցել։ Հայկական տարածքում են եղել, պրոստը մառախուղի պատճառով շփոթվել են։ Ինչու է ընդդիմադիր պատիվ ունեմի ընտրությունը կանգ առել Մասիսի քաղաքապետի վրա։ Դաշտում Դավիթ Համբարձումյանը ճանաչում է նաև պայքարող մարդու տեսակի։ Ռուսաստանը մեղադրում է Ուկրաինային գերիների փոխանակման գործընթացը հետաձգելու համար, Կիևը հերքում է մեղադրանքները։ Չեչեններին քննադատող հայտարարություններ արած բլոգերը Ռուսաստանում կալանավորվեց։ Մեկ շաբաթից ավելի շարունակվող հոգևոր և աշխարհիկ իշխանության կուսակրոնության բանավեճի ֆոնին այսօր Մայր Աթոռ է այցելել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու առանձնազրույցում իր լիակատար աջակցությունը հայտնել Գարեգին երկրորդ կաթողիկոսին։ Միաժամանակ խստիվ դատապարտել է հայոց 1700-ամյա եկեղեցու նկատմամբ իշխանությունների մեջ բերեմ հակասահմանադրական ոտնձգությունը, փոխանցել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից և առաջին նախագահի գրասենյակից։ Մեկ օր կորած սյունեցի երիտասարդների հայտնաբերման մասին, այսօր պարզվեց նրանք մոլորվել են, բայց ադրբեջանական կողմում չեն եղել։ Երեկ ամբողջ օրը իրավապահները երկու կարճ լուրով սահմանափակվեցին։ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ երկու անչափահասները մոլորվել և հայտնվել են Ադրբեջանի տարածքում, իսկ քննչական կոմիտեն, որ Արավուսից պատանիների առևանգման հատկանիշներով քրեական գործ են հարուցել։ Մինչ լրատվության պակաս կար, հենց իշխանությունից հայտարարեցին, թե Ադրբեջանի հետ տղաներին վերադարձնելու բանակցություններ կան։ Տնեցիների պատմություններից դատելով իշխանության ոչ մի նախնական վարկածն իրականության հետ կապ չունի։ Տղաները ողջ առողջ են իրենց տներում, բայց իշխանությունն ու ընդդիմությունը դեռ մեղադրանքներ են փոխանակում։ Սահմանային Արավուս գյուղի մոտակայքում մոլորված Կարենն ու Անդրեյը երեկ երեկոյան տուն են եկել։ Նրանց ոչ առևանգել են, ոչ գերեվարել։ Տղաները ադրբեջանական կողմում չեն հայտնվել։ Այս մասին մեզ պատմեց 17-ամյա Կարենի հայրը։ Դե ամեն ինչ նորմալ է, ոնց շփոթվել են, իրանք ընդամենը հայկական տարածքում են եղել, պրոստը մառախուղի պատճառով շփոթվել են։ Մառախուղը անցել է Իրիկուն Վայան, տեսել են արդեն, որ կողմորոշել են, որտեղ են հետ են առցել դետուն էլի։ Նույնն է ասում մյուս մոլորվածի Անդրեյ Գյագունցի եղբայրը։ Վարկածը հենց այն հաստատվել է, որ շեզու չփոթվել են ու մառախուղից հետո հետ են վերադարձել։ Ադրբեջանցիների չեն էլ տեսել։ Ոչ, այդ մի բանով բախտավոր ենք եղել։ Արմեն Ջահանգիրյանը պատմում է, որդին ընկերոջ հետ ուղակի խելոք են վարվել, տեսել են, որ մառախուղը թույլ չի տալիս կողմնորոշվել, թե որտեղ են, սպասել են ամպը ցրվի, այսքան բան։ Դե բախկված չեն, մառախուղը էլ է շփոթվել են, չեն կողմնորոշել, որ ոնց կան, էլի որ ավելի թելացին է, որպեսզի չմոլորվեն, չընկնեն ուրիշ տարած նեյտրալ է մեկ, սպասել է մառախուղը քաշել է, մեկել հագին ճանապարհ է, հետ են դարձել եկել։ Մի տենց գիշերվա ժամ 1-ի բանին գնացել են, գիշերվա ժամ 1-ի բանին գնացել են Իրիկուն Վաժամ 9-ին նորից հասել է գյուղին։ Երեկ կեսօրին ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն տարածեց, որ Սյունիքի մարզի երկու անչափահասներ մոլորվել են ու հայտնվել Ադրբեջանում։ Երեկոյան տեղեկացրին, թե հայտնաբերվել են ու արդեն Հայաստանում են։ Այսօր արդեն ծառայությունից տեղեկացնում են։ Սյունիքի մարզի տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների հայտնաբերվելուց հետո նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է, որ իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում նրանք մոլորվել են և մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում։ Ադրբեջանցիների կողմից նրանց առևանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Սյունիքի սահմանից երկու անչափահասների անհետանալն ու երեկվա դրությամբ ըստ ԱԱԾ-ի Ադրբեջանում հայտնվելը մեծ փոթորիկ բարձրացրեց ներքաղաքական դաշտում, այնպես որ կուսակրոնության թեման մի քանի ժամով լռեց։ Ընդդիմադիրներն ահազանգում էին պաշտոնյաներն զբաղված են ամեն ինչով, բացի իրենց գործից, գերիների թիվը ոչ թե նվազում է, այլ ավելանում։ Իշխանականները զայրացած հակադարձում էին
սպասումային, հենց միջադեպ է լինում, ընդդիմությունը ձեռքերն է տաքացնում դրա վրա, տեղեկատվական տերոր անում։ Քաղաքացիական պայմանագրից Արսեն Թորոսյանն ասում էր, ադրբեջանցիները հոգյուղ չեն մտել տարել երիտասարդներին, մոլորվել են ու Ադրբեջանի տարածքում հայտնվել, բանակցում ենք։ Մեր ծառայությունները հիմա բանակցում են գործողություններ իրականացնում Ադրբեջանի ծառայությունները, որպեսզի մեր երիտասարդներին արագ վերադարձնեն։ Հայտնի չէ ում հետ են բանակցում, եթե երիտասարդները պարզվեց հայկական տարածքում սպասում էին մառախուղը ցրվի։ Անտեղյակ, որ իշխանությունն ու ընդդիմությունը պետության հիմքերը խարխլելու մեղադրանքներ են փոխանակում։ Քննչական կոմիտեն պատանիների առևանգման հատկանիշներով քրեական գործ էր հարուցել։ Մոլորված տղաներից Կարենի հայրն ասում է, 3 ամբողջ օրը գրեթե վստահ էր, որ որդին սահմանն անցնող չէ։ Ենթադրություն ա եղել էլի չեմ իմանում տոլի ինչ չեմ կարող ասել, ես ոչ մի ձևի համոզված չեմ եղել, որովհետև չի կարող այդպես բան լինի, տարածքին ինքը ծանոթա չի կարող մոլորվի։ Ասաց որդին լավ է, գիշերը դրսում անցկացնելը ոչ մի հետևանք էլ չի ունեցել։ Ինքը սարի տղա է էլի, ես իր համար նորմալ է, մեր համար չի նորմալ, մեր համար էլ հիմա նորմալ է, բարկացնում։ Ջհանգիրյաններն Արավուսի այսպես ասած կրակն ընկածն են, անցած տարի էլ Կարենը ոչխարների հոտնարոտավայր էր տարել սահմանին կպած։ Ադրբեջանցի 5 զինվորականներ զենքով մտել էին հոտի մեջ, քշել տարել մի 300 ոչխար։ Կարենը ձիով է եղել, արագ հասցրել է հեռանալ։ Հայրն ասում է, հիմա էլ այս մի փորձանքից պրծավ, պիտի մի բան անեն, շառը տղայից հեռու քաշվի։ Մատաղանեմ կարող է։ Մեդիա փորձագետ Արթուր Պապյանին եմ հրավիրել զրույցի, նախ ձեր թույլտվությամբ ձեզ Արթուրով դիմեմ, մենք տարիներ շարունակ իրար հետ ենք աշխատել։ Բարի երեկո, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Բարի երեկո, շնորհակալ եմ հրավերի համար։ Սյունիքում երիտասարդների մոլորվելու դեպքն եմ ուզում քննարկել, դուք հետևել եք օրվա ընթացքում տեղեկատվությունը խիստ սուղեր, իսկ լարումը չափազանց մեծ, այս ընթացքում շատ վարկածներ առաջ քաշվեցին։ Հիմա դրանց շուրջ է կռիվը համացանցում, թե ադրբեջանցիները չեն առևանգել երիտասարդներին, պանիկա է տարածվել։ Պետությունը իր մեղքի բաժինն ունի, երբ ինֆորմացիան սուղ է ու ոչ պարբերական։ Տեսեք, նման իրավիճակում պետությունը պարտավորություն ունի լինել հնարավորինս թափանցիկ եւ ազնիվ։ Այդ թվում հաշվի առնելով անվտանգության որոշակի մարտահրավերները, մանավանդ մենք գործ ունենք սահմանային խիստ գայուն տարածքի հետ, բայց այստեղ կարևոր է, որպեսզի պետական մարմինները նաև ասեն այն մասին, ինչ հստակ չգիտեն, հա, օրինակ մենք տեսնում ենք, որ առաջին իսկ հաղորդագրության մեջ խոսվում է այն մասին, որ երիտասարդները, պատանիները մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում, թեև մենք չգիտենք, արդյոք այս մասին հստակ փաստարկված տեղեկատվություն կա, դե չկա։ Սրան էլ ավելի վնասեց հաջորդ, քննչական մարմիններից տված արձագանքը այն մասին, որ առևանգման գործով, հնարավոր առևանգման գործով հարուցվել է գործ կամ ինչ-որ քննություն քայլեր են ձեռնարկվում, տեքստը եթե դուք խորանում եք, այնտեղ սխալ բան չկա, այսինքն այո, կարող էին համարել հնարավոր առևանգման գործով, կարող էին համարել գործ հարուցել հնարավոր այլ տարբեր վարկածներով, ուղղակի նման սուր իրավիճակում այդպիսի բովանդակությամբ, բառակազմով տեղեկատվության հրապարակումը ակնհայտ խոսում է այն մասին, որ տարբեր մարմինների միջև կոորդինացիայի բացակայություն կա, եւ դա է, որ հենց հանգեցրել է ընդհանուր այսպիսի տագնապային իրավիճակի, այսինքն ԱԱՑ-ն ասում է, որ հայտնվել են Ադրբեջանի տարածքում, մյուս մարմինը չի ասում, որ առևանգում տեղի ունեցել, բայց ասում է ենթադրյալ առևանգման մասին եւ դա միանգամից այս շատ խիստ գայուն մթնոլորտում պատանի մանկասակ տղաներ են, նախկինում մենք դեպքեր ենք տեսել, որ մարդիկ մոլորվել են եւ մեղադրվել են դիվերսանտ լինելու մեջ, չգիտեմ, այնպես որ այս ամբողջ նախապատմությունը եւ զգայուն կոնտեքստը իրար վրա տնելով տեսնում ենք խիստ լարված մի իրավիճակ եւ այստեղ ամեն ինչ գալիս է նրանից, որ կոորդինացիան բավական չէ եւ պատկան մարմինները պիտի շատ ավելի ազնիվ լինեն եւ ասեն, որ չեմ, քրեական գործ է հարուցվել, քննարկվում են տարբեր, օրինակ, տարբերակներ, վարկածներ եւ չնշել այդ վարկածը, քանի որ այդ մասին փաստորեն լինել ազնիվ եւ խոստովանել, որ մենք ուղղակի չգիտենք ինչ է կատարվել։ Երկրորդ երևի այսպես պարտավորությունը, որ տարբեր, փորձագիտական գրականության մեջ կարող ենք գտնել, դա արագությունը եւ ժամանակին տեղեկատվություն փոխանցելը։ Առհասարակ ճգնաժամային կամ այսպիսի լարված իրավիճակում լավ պրակտիկա է համարվում
որպեսզի նույնիսկ եթե որևէ թարմություն չկա, որևէ նորություն չկա, 4-ից 6 ժամը մեկ պատկան մարմինները տեղեկացնեն հանրությանը, որ օրինակ գործողությունները շարունակվում են, նորություն չկա, նորության դեպքում ձեզ մոտ այդ մասին ձեզ կտեղեկացնենք, դա կարող է մեղմել ընդհանուր այս տագնապը, գոնե հաղորդել այն ինչ գիտենք եւ հաղորդել այն ինչ չգիտենք, որտեղ երբ որևէ կամ տեղեկատվություն չկա, դա տեղիք է տալիս արդեն ենթադրությունների, իսկ մեր դեպքում, երբ որ աշխատում ենք, ապրում ենք շատ լարված մի միջավայրում, դա նաեւ կարող է հանգեցնել հիբրիդային ինչ-որ գործողությունների, օրինակ որևէ ադրբեջանական կողմից կարող է ինչ-որ պատահական կեղծ ինչ-որ ինֆորմացիա շպրտվել եւ դա առհասարակ հանգեցնի լարվածության կամ որևէ ցանկացած կողմից դա կարող է տեղի ունենալ, հա, որևէ պրովոկացիա, որևէ երրորդ ուժի կողմից կարող է արդեն հանգեցնել իրավիճակի խիստ սրման, ինչ-որ տեղից մի բան հրապարակվի, արտգործնախարարությունը արժեր, որպեսզի տեղեկացներ, որ օրինակ կապվել եւ տեղեկացրել են ադրբեջանական կողմին, որ կորածները ուղղակի պատանիներ են, որոնք մոլորվել են, նաև այդ մասին տեղեկացներ անհրաժեշտ միջազգային կառույցներին, չեմ, Կարմիր խաչին, ՄԱԿ-ի ինչ-որ կառույցներին, որպեսզի ապահովել անհրաժեշտ դաշտը, ընդ որում ես ենթադրում եմ, որ այդ բոլոր քայլերը արվել են, բայց այդ մասին արժեր կոմունիկացնել, որովհետև դա կստեղծեր ընդհանուր ֆոն եւ կվերահաստատեր այն ընդհանուր առաջին տեղեկատվությունը, որ ԱԱՑ-ն տվել էր, այն մասին, որ որևէ չունեմ, զինծառայողներ չեն, դիվերսանտներ չեն, այլ ուղղակի պատանիներ են, ովքեր մոլորվել են։ Շնորհակալ եմ զրույցի համար, հիշեցնեմ մեդիա փորձագետ Արթուր Պապյանի հետ էի զրույցում։ Շնորհակալություն։ Երեք բանակում ոչ մարտական պայմաններում զինծառայողի մահվան ևս մեկ դեպք գրանցվեց։ Կայծակնահարության հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Նարեկ Մարգարյանը Տաշիր համայնքից էր, ծառայում էր Սյունիքի մարզում եւ 20 օրից պետք է զորացրվեր։ Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոցի փոխտնօրեն Օֆելիա Առաքելյանը, որը Նարեկի դասղեկն է եղել, Ազատությանը պատմել է, որ զինծառայողը մեծացել է սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքում, մայրը միայնակ է մեծացրել 2 որդիներին։ Զինծառայողի հոգեհանգիստը վաղն է։ Ճակատագիրը շատ դաժան գտնվեց այդ ընտանիքի նկատմամբ, շատ դաժան, որովհետև Նարեկի մայրը Անուշը մենակ է մեծացել իր 2 երեխաներին, Արգամը էլի մեր դպրոցի աշակերտ է, կույս շատ վատ պայմաններով, շատ ծանր պայմաններում, անապահով պայմաններում է պահել իր 2 երեխաներին, կանգնացրել ոտքի։ Իսկ Նարեկին դասղեկը ես եմ եղել, Նարեկը ուսման հարվածային է եղել, շատ լավ սովորող, եկեղեցու սպասավոր, բոլոր կարելի 10 պատվիրանները կատարած երեխա է եղել։ Միշտ խորան էր բարձրանում, միշտ էր վարդապետների հետ, քույրիկների հետ, շատ համեստ ընտանիք։ Մի ամիս առաջ էր եկել, արձակուրդ էր եկել, եկավ, մեզ հանդիպեց, տեսավ, ընդամենը 20 օր մնացել զորացրվելու։ Չեմ ուզում հավատալ, ընդհանրապես ինձ թվում է դա դառը երազ է, չեմ ուզում հավատալ։ Եվ հիմա ավելի շատ այս դեպքից հետո մտածում եմ իր մոր Անուշի մասին, ոնց է գոյատևելու այդ խեղճ կինը, ինչ է անելու, ոնց է ապրելու, իր միակ հույսը, իր միակ մեծուկը, հիմա ուր է, ինչ եղավ։ Նոր զարգացումներ վարչապետի պաշտոնանկության թեմայով։ Ազգային ժողովի ընդդիմադիր ամենափոքր 6 հոգանոց պատիվ ունեմ խմբակցությունը որոշել է վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ ներկայացնել, որպես թեկնածու առաջադրելով Մասիսի ՀՀԿ-ական քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ Ըստ Հայաստանի օրենսդրության անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացնելու համար անհրաժեշտ է 107 հոգանոց ազգային ժողովի առնվազն 36 անդամի աջակցությունը։ Նախքան իմպիչմենթի հարցը խորհրդարանում քննարկվի 6 հոգանոց պատիվ ունեմը նախ 30 այլ պատգամավորների աջակցությունը պետք է ստանա։ Արդյոք կան բանակցություններ եւ ամենահուզող հարցը ինչու Դավիթ Համբարձումյանի վրա կանգ առավ նախկին իշխանական կուսակցության ընտրությունը։ Համբարձումյանը շարունակում է անբաստանյալ լինել 2018-ի հեղափոխության օրերին հանրապետության հրապարակ գնացող մարդկանց նկատմամբ զենքի գործադրման բռնության գործով։ Ինչու հանրապետականը հենց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին որոշեց վարչապետի թեկնածու առաջադրել։ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու ավելի քան 1 ամսյա ակտիվ քննարկումներից հետո 3 Սերժ Սարգսյանի գլխավորած հանրապետականն իր 4 անդամներից եւ 2 անկուսակցականներից բաղկացած պատիվ ունեմ խմբակցությանն առաջարկեց թեկնածու առաջադրել։ Ժամեր անց պատիվ ունեմը հրապարակեց թեկնածուի անունը։
դաշտում Դավիթ Համբարձումյանը ճանաչում է նաև պայքարող մարդու տեսակի։ Հանրապետականի գործադիր մարմնի անդամ պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Տիգրան Աբրահամյանը պնդում է, Համբարձումյանն անցած տարիներին եղել է իշխանության քաղաքական ճնշումների թիրախում, բայց Մասիսի քաղաքապետին չկարողացան հանել խաղից։ Համբարձումյանը 2019 թվականից ամբաստանյալի աթոռին է, մեղադրվում է Փաշինյանի առաջնորդած հեղափոխության օրերին հանրապետության հրապարակ շտապող հանրահավաքի մասնակիցների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար։ Մեկ այլ զանգվածային անկարգությունների դրվագով նրա դեմ հետապնդումը հանցակազմի բացակայության հիմքով դադարեցվել է։ Այս իշխանությունը մեծ թվով մարդկանց նկատմամբ քաղաքական դատապատճառերով տարբեր քրեական գործեր է հարուցել։ Հանրապետականում այդպիսի մարդիկ շատ են, սկսած կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանից։ Հիմա պատիվ ունեմ խմբակցությունը ներկայացրել է Տեխնացոյանն եւ այս փուլում համարում է, որ նպատակահարմար է Դավիթ Համբարձումյանի միջոցով գնալը։ Մեկ ամսից ավելի է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը առաջարկում է վարչապետ Փաշինյանի իմպիչմենթի գործընթաց սկսել, որը սակայն խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժը երկրորդ նախագահի առաջնորդած Հայաստան խմբակցությունը անլուրջ էր գնահատել։ Երկրորդ ու երրորդ նախագահները նրանց թիմերը փոխադարձ մեղադրանքներ էին փոխանակել։ Վերջին մեկ ամսվա ընթացքում թեման քննարկվեց բավականին լայնորեն քաղաքական դաշտում։ Մեծ առումով ընդդիմադիր դաշտի որևէ ուժ քաղաքական տեխնացու առաջ չքաշեց, կամ միգուցե կային տեխնացուներ, որոնք կուլիսներում քննարկվում էին, բայց դրանք լայն համախմբման հնարավորություն միգուցե չէին ստեղծում կամ ավելի մեծ թվով քաղաքական ուժերի համար, այսպես ասել, միասնական տեխնացու չէին դառնում, եւ այս խորհուրդում փաստորեն այս գործընթացի համար առաջադրեց Դավիթ Համբարձումյանի տեխնացությունը։ Աբրահամյանն ասաց, նախկին նախագահի տեխնացությունը չեն քննարկել։ Սերժ Սարգսյանը տևական ժամանակ է հայտարարում է, որ ինքն իշխանության գալու նպատակ չունի։ Վերջին անգամ այս մասին կեսամիս առաջ էր խոսել։ Ես նպատակ չունեմ եւ իմ թիմակիցները նպատակ չունեն իշխանության գալու։ Մեր նպատակը իշխանափոխությունն է։ Խորհրդարանում վարչապետ Փաշինյանի անվստահության գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է 36 падգամավորի ստորագրություն, իսկ որոշումն ընդունելու համար առնվազն 54 կողմ ձայն։ Սերժ Սարգսյանի առաջնորդած պատիվ ունեմն ունի ընդամենը 6 падգամավոր, իսկ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստանը 28։ Ստացվում է, երկու ընդդիմադիր խմբակցություններին հարկավոր է ունենալ նաև Փաշինյանի թիմակիցների քվեն։ Իշխանականներն անցած ամսվա ընթացքում մի քանի անգամ շեշտել են, իրենց շարքերից իմպիչմենթի գործընթացին միացող չի լինի։ Այս պայմաններում ինչպես է հանրապետականը պատրաստվում անվստահություն հայտնել վարչապետին, երբ Հայաստան խմբակցությունը հրաժարվել է միանալ իրենց այդ նախաձեռնությանը եւ արդյոք նույն փակուղին չէ սա։ Նախ կհասկանանք, թե այս փուլում Հայաստան դաշինքն ինչ դիրքորոշում ունի։ Հիմա գիտեք, ես չեմ կարող ժամանակից եւ իրադարձությունից առաջ գնալ եւ ասել իրենք ինչ դիրքավորում ունենան։ Համենայն դեպս այն գործընթացը, որտեղ նաեւ ներկայացված է Դավիթ Համբարձումյանը, արդեն իսկ այդ անձով իրավիճակում շատ ավելի մեծ լրջություն ենք մտցնում։ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստան խմբակցությունից չեն շտապում արձագանքել հանրապետականին։ Խմբակցության ղեկավար Սերյան Օհանյանը հանրապետականի տեխնացուի անձի հետ խնդիր չի տեսնում, բայց դիրքորոշում ասաց մյուս շաբաթասկզբին կհայտնեն։ Մենք մեր ֆրակցիայում կքննարկենք եւ մեր տեսակետը կարտահայտենք դրա վերաբերյալ։ Դավիթ Համբարձումյանին ես ինքս անձամբ ճանաչում եմ, որովհետեւ մի խնդիր չունեմ, շատ մոտ չենք, բայց առնչվել ենք, որովհետեւ մի բան չեմ կարող ասել, մեր տեսակետը կարտահայտենք։ Իմպիչմենթի մի գործընթաց էլ նախաձեռնել էր իշխող քաղաքացիական պայմանագրից հեռացված Հովիկ Աղազարյանը, վարչապետի տեխնացու առաջադրելով Լուսավոր Հայաստանի ղեկավար Էդմոն Մարուքյանին։ Այս նախաձեռնությունը տապալվեց, ընդդիմադիրները չմիացան։ Ու մինչ ընդդիմադիր դաշտում իմպիչմենթի թեման են քննարկում, խորհրդարանի խոսնակ իշխող ուժի ղեկավար անդամ Ալեն Սիմոնյանն այսօր առաջիկա ընտրությունների հետ հաշվարկն է սկսել, ազդարարելով, որ խորհրդարանի հաջորդ ընտրությունները տեղի կունենան ուղիղ 1 տարի անց, հունիսի 7-ին։ Արտգործնախարարի կինը ներդրումների աջակցման կենտրոնի տնօրեն, պաշտոնյա ամուսինը հոգաբարձուների խորհրդի անդամ։ Մինչ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ու կոռուպցիայի բացահայտմամբ զբաղվող հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը այդ նշանակումը խնդրահարույց չեն համարում, ընդդիմությունը յուրայիններին հովանավորելու խնդիրներ է տեսնում։ Երկիրը թաղված է նեպոտիզմի ճահճի մեջ։ Նախկինների մասին աղմկող Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ամբողջությամբ թաղված է ծանոթներին, բարեկամներին, պաշտոններին նշանակելու, նրանց առաջխաղացումն ապահովելու, հովանավորելու ճահճի մեջ, ասում է ընդդիմադիր падգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նրան չի զարմացրել հերթական նշանակումը։ Պետական հիմնադրամի ներդրումների աջակցման կենտրոնի տնօրեն է նշանակվել արտգործնախարարի կինը, ամուսինն էլ Արարատ Միրզոյանը, հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Եվ սա նեպոտիզմի
ուղիղ ամենացցուն դրսևորումներից մեկն է։ Enterprise Armenia-ի հոգաբարձուների խորհրդում միայն իշխանականներ են։ Նախագահը վարչապետն է, տեղակալները փոխվարչապետերը։ Խորհրդի կազմում են կուսակցական նախարարներ ու իշխանական падգամավորներ։ Պատկերացրեք, որևէ մարզպետի կին հանկարծ գնում է մարզպետի ենթակայության դպրոցի տնօրեն է դառնում։ Հարցերը չառաջանում, կարող ենք ամենալավ տնօրենն է, բայց միևնույնն է, կա էթիկական զսպվածության խնդիր եւ նաեւ հանրային ընկալման խնդիր։ Այս հիմնադրամը ստեղծվել է մի քանի տարի առաջ Հայաստանում ներդրումային բարենպաստ միջավայր ստեղծելու նպատակով։ Այնքան գրավիչ միջավայր պետք է ստեղծեն, որ դրսից էլ գործարարները գան ու այստեղ ներդրումներ անեն, նպաստեն տնտեսական աճին, Հայաստանի բարգավաճմանը։ Այս ոլորտում ինչ փորձ ունի նախարարի կինը, Գոհար Աբաջյանը ինչ հաջողություններ է արձանագրել։ Կենսագրությունը չկա հիմնադրամի կայքում։ Այս բուռն քննարկվող նշանակումից մի բան է հայտնի, որ նորանշանակ գործադիր տնօրենը նախարարի կինն է։ Արադ Միրզյանի տիկնոջ ոչ կրթությանն եմ տեղյակ, ոչ աշխատանքային փորձին եմ տեղյակ, չնայած եթե ներդրումների բնագավառում մասնագետ լիներ, վստահաբար տեղյակ կլինեի, բայց առնվազն էթիկայի խնդիր է, առնվազն այդ հարցը առաջանում է, ինչպես եղավ Արադ Միրզյանի կինը նշանակվեց ներդրումների աջակցության կենտրոնի տնօրեն, Հայկ Կոնջիրյանի կինը նշանակվեց Հայփոստի տնօրեն։ Ես կարծում եմ, որ իմ գործընկերները նաև այդ տրամաբանության մեջ են նայել նշանակումից առաջ, եղել է մրցույթ, եղել են թեկնածուներ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը խնդիր չի տեսնում, որ պաշտոնյայի կինն է կենտրոնը ղեկավարելու։ Արայիկ Հարությունյանն ասում է, մրցույթ է եղել, մասնակցել ու հաղթել է։ Նա վստահ է նախարարի կնոջ հաղթանակը անաչառ, արդար մրցույթում է արձանագրվել։ Եթե չեմ սխալվում, շատ թեկնածուներ են եղել, հետո եղել են հարցազրույցներ, որի արդյունքում որոշում է կայացվել եւ վստահ եմ, որ այդ տրամաբանության մեջ են նայել։ Օբյեկտիվ որոշում է կայացվել։ Վստահ եմ, որ այո։ Ամենաառաջինը դա էթիկայի խնդիր, պետք է ձեռնպահ մնալ նման բաներից։ Ով է տեսել ու լսել, որ օբյեկտիվ է եղել, նրան հրապարակային են քննել, հարցնում է Հայաստան խմբակցության падգամավորը։ Միայն այն, որ Գոհար Աբաջյանը երկրի առաջին դեմքերից մեկի կինն է, արդեն բավական է, որ կասկածես մրցույթի անկողմնակալությանը, ասում է Խաչատրյանը։ Այստեղ առնվազն էթիկական խնդիր կա ըստ падգամավորի, ու որ այդ հարցերը կասկածները չծագեն, իշխանականները պետք է զերծ մնան հարազատների, ընտանիքի անդամների առաջխաղացմանը նպաստելու գայթակղությունից։ Պատկան մարմինները պետք է շատ մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնեն, բարձելու համար, եթե եղել է մրցույթի կազմակերպման եւ հաղթողի ընտրման օրինականությունը։ Հենց թեկուզ մենակ նրա համար, որպեսզի բոլոր ասեկոսները բացառեն։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը այստեղ շահերի բախում չի տեսնում, ոչ էլ կոռուպցիոն ռիսկեր։ Արթուր Նահապետյանը, որ 100 օր էլ չկա ինչ այս պաշտոնին է, չի պատրաստվում ուսումնասիրել այս նշանակումը։ Առերևույթ ձեր ասացի մեջ որևէ ես կոռուպցիոն ռիսկ եւ շահերի բախում չեմ տեսնում։ Ինչ կանեին Փաշինյանն ու թիմակիցները իրենց թունդ ընդդիմադիր օրերին, երբ պաշտոնները նախկիների ընտանիքի անդամներին բաժին հասնեին, հարցնում է падգամավորն ու ինքն էլ պատասխանում։ Եթե դա լիներ 10 տարի առաջ, պատկերացնում եք, չէ՞, կոռուպցիայի դեմ պայքարողները հիմա մինչև ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ բողոքի էին ներկայացրել։ Ինչ եղան Փաշինյանականների թմկահարած հեղափոխական արժեքները, ինչ է իշխանությունն իրենց համար, հարցնում է ընդդիմադիր падգամավորն ու եզրահանգում։ Եվ իշխանությունը իրենց համար կերակրատաշտ։ Միջազգային թեմաների մասին Ռուսաստանը մեղադրում է Ուկրաինային գերիների փոխանակման եւ զոհված զինվորների մարմինների հայրենադարձման գործընթացը հետաձգելու համար։ Ուկրաինական կողմը անսպասելիորեն անորոշ ժամանակով հետաձգել է փոխանակումը, հայտարարել է Ռուսաստանի գլխավոր բանակցող Վլադիմիր Մեդինսկին։ Անցած երկուշաբթի Ռուսաստանը եւ Ուկրաինան Ստամբուլում դեմարտեն բանակցությունների երկրորդ փուլի արդյունքում պայմանավորվել էին շարունակել գերիների փոխանակումը, կենտրոնանալով ամենաերիտասարդ եւ ամենածանր վիրավորների վրա եւ վերադարձնել 12000 զոհված զինվորների մարմինները։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության խումբը երեկվանից Ուկրաինայի հետ սահմանին է, սակայն ուկրաինացի բանակցողները չեն եկել, Տելեգրամում գրել է Մեդինսկին, կոչ անելով Կիևին պահպանել ժամանակացույցը եւ անմիջապես սկսել գերիների եւ դիերի փոխանակումը։ Կիևը կտրականապես հերքել է ռուսական կողմի մեղադրանքները, իր հերթին Ռուսաստանին կոչ անելով դադարեցնել մեջբերում, կեղտոտ խաղերը եւ վերադառնալ կառուցողական աշխատանքի։ Մոսկվայի շրջանային դատարանը կալանավորել է հայազգի բլոգեր, գործարար
Արեգ Շեպիխինին, ում այս շաբաթվա սկզբին անհայտ անձին առևանգել էին Յարոսլավսկի երկաթուղային կայարանից, մի քանի ժամ պահելուց հետո ազատ արձակել բռնության հետքերով։ Շեպիխինին մեղադրանք է ներկայացվել ինտերնետում ծայրահեղական կոչերի եւ ազգամիչյան թշնամանք հրահրելու համար։ Հայազգի գործարարը պնդում է, որ իրեն առևանգել էին չեչենները։ Առևանգումից մեկ օր անց Չեչնիայի իշխանությունները հայտարարել էին, թե նրան ոչ թե առևանգել, այլ բերման են ենթարկել, թեև Տելեգրամում տարածված տեսանյութերում երևում է, որ Շեպիխինին բռնի ուժով կայարանում քարշ են տալիս եւ մեքենա նստեցնում քաղաքացիական հագուստով անձինք։ Ավելի վաղ նա մահմեդականությունն ու չեչեններին քննադատող հայտարարություններ էր արել իր սոցիալական էջերում։ Իրավապահները քրեական գործ են հարուցել նաև առևանգման փաստով։ Ռուսական տելեգրամյան ալիքներից մեկը գրում է, որ հարցաքննության ժամանակ այդ գործով անցնող անձինք պնդել են, թե գործել են Չեչնիայի ղեկավարության հանձնարարությամբ։ Пожалуйста, вызовите полицию, это не полиция. Ну а можно полицию? Это не полиция, но это не полиция. Լոս Անջելեսի կենտրոնում երեկ երեկոյան բախումներ են սկսել ոստիկանության եւ ցուցարարների միջև, որոնք փողոց են դուրս եկել ապօրինին ներգաղթյալների դեմ իրավապահների լայնածավալ ռեյդերից հետո։ Ռոյթերզի հաղորդմամբ ոստիկանությունը հատուկ միջոցներ, այդ թվում մահակներ եւ արցունքաբեր գազ է կիրառել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են։ Ավելի վաղ ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ծառայության աշխատակիցները ստուգումներ էին անցկացրել քաղաքի մի շարք շրջաններում։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցների իրավապահները ձերբակալել են 40-ից ավելի անձանց, որոնք առաջիկայում պետք է վտարվեն երկրից։ Լոս Անջելեսի քաղաքապետը դատապարտել է այս խուզարկությունները, պնդել, թե այդ քաղաքականությունը սարսափ է սերմանում համայնքներում։ Ըստ Լոս Անջելես Թայմսի, անկարգությունները շարունակվել են մի քանի ժամ։ Կալիֆոռնիայից բացի նման ստուգումներ են անցկացվում նաև ԱՄՆ մյուս նահանգներում, ինչը Դոնալդ Թրամփի առանցքային խոստումներից էր նախագահական քարոզարշավի ժամանակ։ Ըստ CBS-ի, այդ պայքարի շրջանակներում ամեն օր Ամերիկայում մոտ 2000 ապօրինի ներգաղթյալ է ձերբակալվում։ Վերադառնալով Հայաստան ու բանակի թեմային, գումարով բանակից ազատվելու նախագծին կառավարությունը հավանություն տվեց, բայց հիմա հենց Փաշինյանի կաբինետի անդամներից ներքին գործերի նախարարը հայտարարում է, գործադիրն ունի առարկություններ, նոր լուծումներ, որոնք պետք է քննարկվեն։ Աղմկահարույց օրինագծի հեղինակի ուսումնասիրության համաձայն զորակոչիկների 30-40%-ն է բանակ գնում։ Քաղաքացիական պայմանագրի պատգամավորը համատարած կոռուպցիայից էր խոսում, որով բանակից ազատվում են։ Ինքը դրա դեմն առնելու համար փողը առաջարկում էր պետությանը տալ։ Այս անհանգստացնող վիճակագրության եւ ծաղկող կոռուպցիայի մասին հայտարարությունների ֆոնին ազատությունը դատախազությունից է հետաքրքրվել անցած տարիներին բանակից կաշառքով ազատվելու քանի դեպք են իրավապահները բացահայտել։ 19 քրեական վարույթ 2022-25 թվականներին բանակից կաշառքով զինվորական ծառայությունից ազատվելու վերաբերյալ։ Իրավապահները 3 տարի 3 ամսվա ընթացքում հենց այսքան կոռուպցիոն գործեր են հարուցել։ 2022 թվականին հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել ու քննվում է կաշառքի դիմաց զինվորական ծառայությունից ազատվելու վերաբերյալ 2 վարույթ՝ 2023-ին 4, 2024-ին 11, 2025-ի առաջին եռամսյակում 2 վարույթ։ Ազատության հարցմանն ի պատասխան սակայն դատախազությունից չեն բացահայտել մեղադրյալներին, զինվորականներ, բժիշկներ, թե այլ պաշտոնյաներ են գործերում ներգրաված, պատճառաբանելով, որ այս տեղեկության տրամադրումը օրենքով ենթակա է մերժման։ Սրանք չնչին թվեր են, այդ 3-4 տարիների ընթացքում 19 քրեական գործը եւ դեռ չգիտենք դրանք բացահայտվել են թե չեն բացահայտվել։
Բանակից փողով ազատվելու նախագծի հեղինակ քաղաքացիական պայմանագրի падգամավոր Հայկ Սարգսյանը Ազատության հետ զրույցում համատարած կոռուպցիայից էր խոսել, իր նախաձեռնության հիմնավորման մեջ գրել, որ վերջին 10 տարիներին զորակոչիկների միայն 30-40%-ն է բանակ գնում։ Ըստ падգամավորի 2010-ին 44,000 երիտասարդ է զորակոչվել, 9 տարի անց այդ թիվը նվազել է մինչև 24,000-ի։ Բանակի խնդիրներով տարիներ շարունակ զբաղվող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով իշխանական падգամավորի հնչեցրած եւ իրավապահների նախաձեռնած վարույթների թվերը ամենևին չեն խոսում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի մասին։ Մենք միայն տեսնում ենք, որ բանակում ոչինչ չի փոխվում։ Բանակի ներսում պետք է բարեփոխումներ անեն, որ գոնե խոսեն այդպիսի նախագծի մասին, թեև միևնույն է անընդունելի նախագիծ է սա։ Սա մի նախագիծ է, որը մարդկանց զինծառայության դեմ է եւ Հայաստանի, ես կարող եմ ասել, ժողովրդի բնակչության դեմ է այդ նախագիծը։ Միամիտ ծառայող զինվորը ինչպես պիտի հայրենիք պաշտպանի, ինչպես իրենք են հիմա պաշտպանում հայրենիքը, այսինքն չեն պաշտպանում։ Ներքին գործերի նախարարն էլ ծանոթացավ կաշառքով բանակից ազատվելու գործերի թվին։ Արփինե Սարգսյանը շատ լակոնիկ էր։ Դրանք ըստ նրա չեն նշանակում, որ կոռուպցիայի դեմ պայքարը ձախողվել է։ Չի նշանակում։ Զորակոչի ենթակա տարիքային խմբի կեսից քիչն է զորակոչվում բանակ։ Սա կամ նշանակում է, որ մեծ սերունդը առողջական ծանր խնդիրներ ունի, կամ էլ զորակոչը Հայաստանի Հանրապետությունում մնում է կոռուպցիայի ամենածաղկում միջավայրը, որտեղ միմյանց հետ դաշնակցում են բժշկական հանրության, զինվորականության եւ հանրության ներկայացուցիչներ։ Եթե այսպես է, իսկ նման հավանականություն կա, սա պետությունը քայքայող դաշինք է, ու մեր պարտքն է ջարդել այդ դաշինքի ողնաշարը, որովհետև այդ դաշինքը կասկածի տակ է դնում մեր պետության գոյության իրավունքը։ Կա համատարած կոռուպցիա եւ հազարավոր քաղաքացիներ ներգրավված են կոռուպցիոն սխեմաների մեջ եւ սա չի կարելի դնել մի կառույցի պատասխանատվության վրա եւ ասել գիտես ինչ դու պետք է գնաս բացահայտես։ Իշխանությունը 1.5 տարի առաջ էր խոստանում ջարդել բանակում կոռուպցիայի ողնաշարը, այսօր էլ։ Ուղղակի իշխանական Հայկ Սարգսյանը պայքարի իր առաջարկած ճանապարհն է արդյունավետ համարում, ծանոթ լինելով կոռուպցիոն շրջանառվող սխեմաներին եւ բանակից ազատվելու կամ տարկետում ստանալու գներին, ըստ падգամավորի այդ թիվը 10-20 հազար դոլարի սահմաններում է տատանվում, Սարգսյանն առաջարկում է օրենքով սահմանել նվազագույն ժամկետով ծառայելու գումար։ Մեկ ամսվա համար 24 միլիոն, 4 ամսվա դեպքում 18 միլիոն դրամ։ Մեծ աղմուկ հանած նրա այս օրինագծին կառավարությունը հավանություն է տվել։ Հարուստները այսօր էլ չեն ծառայել, երեք էլ չեն ծառայել եւ եթե այս փոփոխությունները չկատարենք, առաջիկայում էլ չեն ծառայելու։ Ներքին գործերի նախարարությունը եւս Հայկ Սարգսյանի հեղինակած նախագծի քննարկումներին մասնակցել է։ Նախարար Արփինե Հովհաննիսյանը այն իդեալական լուծում չորակեց, բայց ասաց. Տարիներ շարունակ չի կարելի նույն խնդիրը քննարկել եւ չլուծել։ Պետք է որևէ լուծում տրվի հարցին, այլ է հարցը թե կոռուպցիոն դրսևորումները բանակից ազատվելու շրջանակներում եւ թե նաեւ բանակի պատշաճ համալրման եւ արժանապատիվ ծառայություն նաեւ ապահովելու։ Ես այն մոտեցմանն եմ, որ ինչ որ մի լուծում պետք է տրվի հարցին, լուծման մասով բնականաբար դեռ ժամանակ կունենա քննարկելու թե նախագծի հեղինակների հետ եւ թե նաեւ կառավարություն ունել նաեւ որոշակի առարկություններ, որոշակի նոր լուծումներ, որոնք որ պիտի քննարկվեն։ Կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում 24 միլիոն դրամ եւ 4 ամսվա դեպքում 18 միլիոն դրամ։ Չնայած հենց պաշտպանության նախարարությունն է բանակում նվազագույն ժամկետով ծառայելու падգամավորի առաջարկած տարիֆներն ավելացրել, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն հրաժարվեց կոնկրետ ասել դեմ թե կողմ են։ Հանձնաժողովի կազմով կլինի քննարկում այդ օրինագծի մասով եւ մենք լրացուցիչ քննարկումների արդյունքում պաշտպանության նախարարի միջոցով մեր գերատեսչության տեսակետը կներկայացնենք այդ օրինագծում։ Արդյոք իշխող քաղաքացիական պայմանագրում դիմադրությունն այդքան մեծ է, որ թիմում կան ընդդիմացողներ, հենց ինքը Հայկ Սարգսյանն էր պատմել։ Կոռուպցիան օրինականացնելու հարուստների օրինագիծ բնորոշումը ստացած նախագծի քննարկումը պաշտպանության հանձնաժողովում 2 անգամ արդեն հետաձգվել է։ Հաջորդ փորձը հունիսի 13-ին կլինի։ Խորհրդարան հրավիրված է նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Տարբեր կարծիքներ են նախագծի վերաբերյալ եւ ընդհանուր հանձնաժողովում էլ կարծիքները միանշանակ եւ միատեսակ չեն։ Հիմնականում նախագծի
վերաբերյալ առարկությունը մի կետի վերաբերյալ է, այն կետը, որը հնարավորություն է տալիս խիստ կարճաժամկետ ծառայել որոշակի գումարի դիմաց։ Հիմնական տարընկալումները եւ դիմադրությունը այս կետի շուրջ է եւ կարծում եմ, որ այս կետի շուրջ բավականին խոր քննարկում տեղի կունենա։ Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը չի բացառում, որ նախագիծը հանձնաժողովականները մերժեն։ 11 հոգանոց հանձնաժողովի մեծամասնությունը 7 պատգամավորները ՔՓԱ-ականներ են։ Ծրագրի վերջում տեղափոխվենք Մայրաքաղաքի Սայրան փողոց, որտեղ այս րոպեներին ընթանում է տարվա թերևս ամենամարդաշատ միջոցառումը Երևանում գինու օրերը, Հայաստանի ամենախոշոր բացօթյա գինու փառատոնը։ Իդեպ նախորդ տարի փառատոնը հյուրընկալել էր ավելի քան 120,000 այցելուի, մասնակցում էին 100-ից ավելի գինեգործական ընկերություններ, այս տարի նույնպես Սարյան, Թումանյան և Մոսկովյան փողոցները մարդաշատ են։ Ինչքան գինին շատ սիրի, այնքան լավ, քանի որ գինի միակ ըմպելիքն է, որը նույնիսկ մատուցելուց, որ սենց ռուսերեն ասված կա, չէ, որ ասում են «na zdоровье», հա, գինին ևէ միակ ըմպելիքն է, որը իրոքից կարաս ասես «na zdоровье», որովհետև գինին ունի իր մեջ բավականին օգտակար նյութեր։ Աշխատանք ու անընդհատ աշխատանք։ Իրականում որակական առումով եթե նայենք, այսօր հայկական գինիները շատ մրցունակ են աշխարհում, թե ռուսական շուկայում, թե եվրոպական շուկայում, բայց երբեք կանգ առնել պետք չի։ Ուղղակի պետք է շատ աշխատել, միշտ տենդենսներին հետևել ու արդյունքում էլ ավելի լավն ենք ունենալ։ I'm very good here. It's very full energetic. It's very good. Very good. Առաջինը ամենամեծ բանը ուղիղ ոնց որ մարկանցը շփվել է B2C շփումը, որ շատ մոտիվացնող է, որտեղ որ ուղիղ շփվում ես գինու լավ գնահատականներ ես լսում, տես քեզ ոնց որ այդ ամբողջ տարվա մոր ուժ տալու, աշխատելու ստիմուլ է, ոնց որ քեզ sense նստում է մոտիվացիա դիշտու հասցնել այդ մակարդակի ու որ սկսում ես շփվել սպառողների հետ, sense լավ մեծ ստիմուլ ալում ու միջև ոնց որ մյուս գինու փառատոն հերիքում է, որ աշխատես, նորը ստեղծես ու առաջ գնաս։ Այսօրվա համար այսքանը, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, լրահոսը թարմացվում է azatutun.am կայքում, գտեք մեզ նաև սոցցանցերում, YouTube-ով դիտեք և կաբելային ալիքներով, հաջողություն։